Հայաստանում քաղաքացիների վեճերը միշտ չէ, որ ավարտվում են խոսքերով, հնչում են կրակոցներ, գործի են դրվում դանակներ, իսկ մի շարք դեպքերում մարդիկ չեն վերադառնում տուն։ Վերջին դեպքը ապրիլի 27-ին երեկոյան 7-ին Բարբյուսի 10 հասցեում վիճաբանություն ծեծկրտուքը վերածվել է կրակոցների, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ, առնանման հետքեր եւ վնասված Մերսեդես։ Ավելի վաղ ապրիլի 12-ին վիճաբանություն ծեծկրտուքի հետևանքով պայմանագրային զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած ծակած թափանցող, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ։ Արտաշատում շուկայի հարևանությամբ կեսգիշերին է եղել դեպքը։ Կրիմինալ դեպքերից խուսափելու համար պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, կարծում է իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։ Հանցագործությունների կանխարգելման դեմ պայքար Հայաստանի Հանրապետությունում իրականում բացարձակապես չի տարվում։ Այսքանով չեն ավարտվում ապրիլյան դեպքերը։ Երևանում կրակոցներ են եղել ապրիլի 13-ին, 17-ին ու 21-ին։ Անկախ Մայլա կոչվող թաղամասից հրազենային վնասվածքներով ապրիլի 13-ին Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա, անգիտակից վիճակում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիքը ՏՏ տիպի ատրճանակը։ Ապրիլի 17-ին Մոնթե Մելքոնյան փողոցում Ինովա համատիրության տարածքում լեզվակռիվն է դարձել ծեծկրտուքի կրակոցների պատճառ։ Ըստ մամուլի տեղեկությունների, անվտանգության աշխատակիցները ջնջել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը։ Իսկ ապրիլի 21-ին Մալաթիա Սեբաստիա շրջանի B2 թաղամասից ծայրահեղ ծանր վիճակում Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխել 28-ամյա քաղաքացու։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին 1 կրակված եւ 2 չկրակված պարկուճ։ Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որոնք աղմկահարույց են, բայց քանի դանակահարություն ա եղել օրինակի համար, որ որևէ մեկը դեռևս ոստիկանություն չի դիմել, հա, կամ կոծկել են այդ բանը։ Իրավապաշտպանը նկատում է պարեկային ծառայությունը, որը շուրջօրյա հսկողություն է անում հանրապետությունում, զբաղված է մարդկանց տուգանելով, ոչ թե հանցագործություններ կանխելով։ Պարեկները ընկած են շատ սենց հետաքրքրությամբ, թե քաղաքացին մեքենայի ղեկին ռեմեն գցել ա, թե չի գցել, եթե չի գցել ուրեմն վերցնեն տուգանեն։ Բայց քաղաքացիների վարքագծով արդյոք հետաքրքրվածություն կա, ասենք պարեկների կողմից, որ ինքը շրջիկ ծառայություն ա ապահովում, հա։ Ինքը դարձել ա նախկին կոպիտ ասած այն գայիշնիկ, հա։ Դպրոցները եւս անվտանգ չեն, ասում է իրավապաշտպանը։ Հանցագործության դեմ պայքարի միջոցներ գրեթե չեն կիրառվում։ Դա է պատճառը, որ շատ երեխաներ գրպաններում դանակներ ունեն։ Անչափահասների վիճաբանություններն էլ հաճախ ողբերգական ավարտ են ունենում, ինչպես Քանաքեռում ճրագալույցի գիշերը 16-ամյա տղայի սպանությունը։ Զարուհի Սահակյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։